Աշխատանքային օրենսդրության հնարավոր փոփոխությունը քննարկվել է Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հարցը հետևյալն է. արդյոք պետք է աշխատանքային օրվա ժամը կրճատել, թե ոչ։ Մինչ նախաձեռնության կողմնակիցները հույս են հայտնում, որ դա կբարելավի աշխատողների կյանքը, գործատուները կիսվում են իրենց մտահոգություններով, նշելով, որ փոփոխությունը հնարավոր է տնտեսության վրա բացասական ազդեցություն ունենա։ Աշխատաժամանակի կրճատման մասին նախաձեռնության հեղինակը կառավարությունն է, որն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը, այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ, պահպանելով աշխատավարձը։ Գործադիրի հավաստմամբ փոփոխությունը կնպաստի ինչպես աշխատողների հոգեբանական և ֆիզիկական առողջության պահպանմանը, այնպես էլ կբարձրացնի աշխատանքի արտադրողականությունը։ Բուն նպատակը նախագծի միտված է հենց աշխատանք, անձնական կյանք, այդ տիրույթի հարաբերակցությունը, ըստ էության սա գաղափարախոսությունը այս նախագծի ժամ գնահատելու, վերաիմաստավորելու, նոր մոտեցում ցուցաբերելու։ Իսկ ինչպես ենք մենք բոլորս վերաբերվում մեկ ժամին։ Դա լինի աշխատանք, թե լինի անձնական տիրույթում արդեն գտնվում։ Դա այս պատճառով այս պարագայում հենց work-life balance-ի գաղափարն է դրված, ինչը հնարավորություն կտա մարդկանց ավելի շատ ազատ ժամանակ ունենալ, եւ ինչպես նշեց պարոն նախարարը, դա ուղիղ կապված արդեն եւ դեմոգրաֆիայի եւ զբաղվածության ռազմավարության հետ, դա մարդկային կապիտալի զարգացմանն է նպաստում։ Արմիություններն էլ ոչ միայն պաշտպանում են նախաձեռնությունը, այլ նաև նշում, որ կրճատված աշխատանքային ժամերն աշխատողներին հնարավորություն կտան ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին, հանգստին ու ինչու ոչ ինքնազարգացմանը, դա էլ իր հերթին դրական ազդեցություն կունենա աշխատողների արդյունավետության վրա։ Գործատուների հանրապետական միության նախագահը, սակայն, աշխատաժամանակի հնարավոր կրճատման մասով ռիսկեր է տեսնում։ Չի կարա սա խթանի տնտեսության զարգացմանը, որ ասենք հավիձևի պատմությունը։ Մենք պետք է հասկանանք, հասել ենք այդ կարգավիճակին։ Մատի եւ մատանի արանք եք մտնում։ Սա գործատուի մրցակցային առավելություն կարող է ընդհանրել։ Ձեր ասած օրինակները Microsoft-ը եւ BMW դրանք մրցակցային առավելություն են ապահովել իրանք։ Այսինքն իրանք ասել են մենք սարքում ենք 7 ժամ, որպեսզի կարողանանք ստեղ մեր աշխատակիցների մարդկային ռեսուրսների կառավարման բաղադրիչը որպես գրավիչ սարքենք եւ կան աշխատեն։ Սա Ժորժ ջան համարում եմ ես իրականում անկեղծ եմ ասում, ուղղակի ժամանակի ավելորդ կորուստ։ Ակնհայտ է, որ ավելի կարճ աշխատանքային գրաֆիկները կարող են նպաստել աշխատողների արտադրողականության բարձրացմանը, դա են վկայում միջազգային փորձի մասով գործադիրի կատարած ուսումնասիրությունները, նշում է Հերիկ Տիգրանյանը, հավելելով. 8 ժամի աշխատանքային գրաֆիկ ըստ էության, որ արդեն դարից ավել է գոյություն ունի, ներկա հարաբերությունների ժամանակահատվածում իրեն սպառել է։ Այն առումով, որ գործատու եւ աշխատողը շատ ավելի ազատ են պայմանավորվելու շատ հարցերի շուրջ, կապված աշխատանքի կատարման հետ, պայմանների, ռեժիմի, քննարկման ընթացքում եղան տարբեր առաջարկներ, եւ դեմ կարծիքներ, եւ կողմ կարծիքներ, եւ նաեւ առաջարկներ, որ կարելի է այդ աշխատաժամանակի կրճատումը իրականացնել պիլոտային ծրագրի միջոցով, դիտարկելու թե այն ինչպես կաշխատի, որքանով տնտեսական էֆեկտ կունենա եւ որքանով այն կապված է նաեւ հնայի բարձրացման հետ։ Մինչև վերջնական որոշում կայացնելը կառավարությունն ու Ազգային ժողովը կշարունակեն քննարկումները շահագրգիռ կողմերի հետ։ Արդյոք մեր երկիրը կանցնի 7 ժամյա աշխատանքային օրվա, ցույց կտան առաջիկա զարգացումները։